Փաշինյան, հելի դարձիր վարչապետ, ասկին փակուր մատիվեր, հելի դարձիր վարչապետ, ասկիս փակուր մատիվեր։ $7 միլիոն գումար են բերում, միս կստե։ Լավ է, գնում եմ Երևան ազատության հրապարակ։ Սա քայլ է ընդդեմ ստի եւ քայլ է հանուն արժանապատվության։ Եվ հիմա ես կանեմ առաջին քայլը եւ միջև Երևան մենք մոտավորապես 300,000 քայլ կկատարենք, այսպիսով հավատալով, վստահ լինելով, որ Հայաստանի Հանրապետության 100,000-ավոր քաղաքացիներ կկատարեն իրենց քայլը։ Ցանկացած պատգամավոր, եթե նա շենքում է ապրում, բնակարանի մուտքի դռան մոտ 50 մարդ, ուղղակի 50 մարդ կանգնի եւ նրան թույլ չտա տնից դուրս գա։ Եթե իմ տունը շրջափակեն, ես շատ հանգիստ կիջնեմ ներքև։ Հայտարարել, որ միայն թե Սերժը չլինի, ով ուզում է լինի, այդպես քաղաքականություն իրականացնել հնարավոր չէ։ Այս ամբողջը մղձավանջային կառավարում է, սա էլ է մղձավանջ։ Հանուն Հայաստան պետության ճակատ ըստ էության նմանատիպ հարթակ է արդեն միասնական, որտեղ այստեղ տարբեր կուսակցություններ կան, տարբեր հասարակական գործիչներ կան։ Ես հրապարակում եմ քաղաքացիական անհնազանդության զանգվածային գործողությունների ծրագիր արգելափակել բոլոր փողոցները, բոլոր հնարավոր։ Ամեն մեկը իր տնից դուրս եկավ փողոցի կենտրոնում, իր ավտոն պատահաբար փչանում է։ Նրանք, ովքեր իրենց բանկային քարտերում գումար ունեն, ուղղակի կանխիկացնում են, դնում են իրենց գրպանը։ Երբ որ կանգնում է մետրոն, դռները բացվում են, դռների մեջ պարկում են մարմնի մի մասը կառամատույցի վրա, մյուս մասը գնացքի մեջ։ Հայտարարվում է գործադուլ, մարդիկ ուղղակի աշխատանքի չեն գնում, որտեղ փառթում խցանում է եւ ոչ մեկ չի կարող գնալ աշխատանքի։ Երիտասարդները կարող են կանգառում կանգնած տրոլեյբուսների շտանգաներ իջեցնել, ավտոբուսների առաջ պարկել, ուսանողները հայտարարում են դասադուլ, դպրոցականները հայտարարում են դասադուլ, այսինքն խցանում է, երեխեքը չեն կարող դպրոց գնալ։ Ուրեմն մեր երթի մասնակիցները ցուցաբերում են բացառիկ հանգստություն եւ հանդարտություն։ Նրանք մեր աչքերի մեջ պետք է տեսնեն Սերժ Սարգսյանի պարտությունը։ 5 տարի առաջ Գարնանը միջազգային մամուլը պայթեց Հայաստանի Թավշյա հեղափոխության մասին լուրով։ Հեղինակավոր New York Times-ը Փաշինյանի մասին գրել էր. Մարտի 31-ին, երբ նա դոնքիշոտական քայլով սկսեց իր արշավը Հայաստանով մեկ Սերժ Սարգսյանի երրորդ պաշտոնավարումը կանխելու համար, քչերը դրան ուշադրություն դարձրին։ Իսկ հետո մարդիկ հրաշք էին համարում այն, որ Փաշինյանը երկիրը կարողացավ մեկ օրում փոխակերպել ամբողջովին։ Սա 5 տարի առաջ էր։ Հեղափոխություններն առանց արտաքին ազդակների, ուղղորդումների եւ ենթատեքստերի չեն լինում։ Սա ցույց տվեց ժամանակը տարբեր երկրների օրինակով։ Կարծիք կա, որ երկրներում պայթում է գունավոր հեղափոխությունը, երբ հասունանում է դաշնակցին կամ տվյալ պետության արտաքին վեկտորը փոխելու հատուկ օրակարգ։
Հայաստանում սկսված անհնազանդության ակցիաները սցենարով առաջին քայլից մինչև կուլմինացիոն ավարտ, թե արևմտյան մայրաքաղաքների եւ թե Մոսկվայի ուշադրության կենտրոնում էին։ Հենց սկզբից ցույցերն ակտիվորեն սկսեցին լուսաբանել թուրքական լրատվամիջոցները։ Կրեմլից Պեսկովը պարբերաբար փոխանցում է Դաշնության չեզոք դիրքորոշումը Հայաստանում ծավալվող իրադարձությունների մասին, իսկ ահա Միացյալ Նահանգների դեսպանատունը կոչերով պահանջում է դադարեցնել բռնություն եւ օրգանական կապով լրացնում են իրար։ Իսկ Սերժ Սարգսյանին գլխավոր սցենարիստ համարելու թեզը առաջվա պես համոզիչ չի թվում վերջին զարգացումների ֆոնին, թեև Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները դժգոհում են, որ ժամանակ առ ժամանակ այս թեզը միտումով վերակենդանացնում են որոշ շրջանակներ։ Սերժը թաքուն շամպայներն առում էր, այդպես թախ-թախ, տասովշիկներով, որոնք իրան մերժում էին, բաժանում էր թախ-թախ այդ շամպայները, որ դուք նշեք իր հրաժարականը։ Զավեշտ եմ, չի ասում։ Հավատացեք, նույնքան զավեշտ է, երբ որ դուք ասում եք, որ Սերժն է Նիկոլին բերել, որովհետև տվեցին, որ դա տեղի ունենա, կհարցնեք դուք։ Մանավանդ, որ նախորդ Իվ Էլեկտրիկ Երևանի ու ՊՊՑ գնդի գրավման շարժումները մաշեցնելու փորձը կար։ Լայնորեն տարածված մի վարկած կա, որ Հայաստանի գործող վարչապետը ձեր պրոյեկտն է։ Ես այդպիսի նախագիծ չէի ցանկանա նույնիսկ իմ թշնամուն։ Ուր եթե ես ինձ հետո։ Այո, ակնհայտ է, որ հանցագործություն կար։ Կարծում էինք, որ դա խայծ էր միգուցե, խայծ էր, որպեսզի նա ձերբակալվի, այնուհետև հերոսացվի, դրա հիման վրա այսպես շարժումը թափավարի։ Ցանկացած պահի կարելի էր ուժ կիրառելով միջոցով խնդիրը լուծել, բայց եթե մենք փորձեինք ուժ կիրառել արդեն ապրիլի 19-ին, 20-ին, 21-ին, 22-ին, ապա կարծում եմ հետևանքները շատ ծանր կլինեին։ Հիշեք, թե ցուցարների շարքում ինչքան երեխաներ կային, կանայք կային։ Հարգո պարոն վարչապետ, շնորհավորում եմ ձեզ Հայաստանի Հանրապետության վարչապետ ընտրվելու կապակցությամբ։ Ձեռքերը վեր։ Սերժ Սարգսյանին վարչապետ ընտրվելու կապակցությամբ շնորհավորում են Ռուսաստանի Դաշնության նախագահը, Ֆրանսիան, Ամերիկայի Միացյալ Նահանգները, Եվրամիությունը, դեսպան Սվիտալսկու միջոցով եւ մի շարք երկրներ։ Մի պահ թվում է վերջ, պրոցեսը կանգ է առնում։ Արտաքին խաղացողներն ուղերձով հասկացրին, որ հաշտ են իրականության հետ, բայց հանկարծ իրավիճակում բեկում է մտնում։ Պրոցեսները սկսում են զարգանալ ուրիշ ուղղությամբ։ Նիկոլի միտինգները դրուկ 3-4 հազարից դարձան 10, 15, 20, 30, 40 հազար։ Այդ ոնց եղավ։ Այդ մի ճտիկ է միացել։ Այդ ճտիկը միացվել է դրսի ուժերի կողմից, որոնք շանս տեսան անգամ շնորհավորելուց հետո պետական իրանց պաշտոնյաների մակարդակով, դա չէ, շնորհավորում են ղեկավարները, ԱԽԳ-ները, վարչապետերը եւ այլն, բայց տակից գործ անում են, հատուկ ծառայությունները արտասահմանյան եւ այլն եւ այլն։ Երբևէ պետական պաշտոն չեն զբաղեցրել, չեն մասնակցել բանակցային գործընթացին, այսինքն մեծ հաշվով պատկերացում չունեն։ Դուք ինչ հաշվարկով նրանց փոխանցեցիք իշխանությունը։ Իշխանությունը ես հանձնել եմ Կարեն Կարապետյանին։ Ուշագրավ է, որ Սերժ Սարգսյանի այս կարևոր հայտարարությանը մինչ օրս չի հակադարձել Կարեն Կարապետյանը։ Իրեն վերագրվող ճակերտավոր մեղադրանքին, թե իշխանությունը հանձնել են իրեն, բայց չի պահել, մինչ օրս բացատրություն չի հնչել։ Փոխանցված իշխանությունը կորցնել ժամերի ընթացքում, ինչու՞։ Պատճառները անհայտ են։ 5 տարի է քաղաքական կուլիսներում այս վարկածի շուրջ սուր բանավեճեր են ծավալվում, բայց Կարեն Կարապետյանը նորից լուռ է։ Խուսափում է այդ դրվագներին գոնե մեկ անգամ, թեկուզ 3-րդ անձի միջոցով անդրադարձ կատարել։ Երևանի պետական համալսարանը հայտարարում է, որ դիմել է կրթության գիտության նախարարություն ու սկսել 90-ականներին Երևանի պետական համալսարանից հեռացված Նիկոլ Փաշինյանի դիպլոմի վերականգնման գործընթացը։ Ցույցերի ամենաթեժ փուլում լրագրողները կադրում ֆիքսում են երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդուն հրապարակում ցուցարարների կողքին։ Միայն 4 տարի անց իր հարցազրույցներից մեկում է Լևոն Քոչարյանը պարզաբանումներ տալիս ասելով, որ այդ պահին քայլելով աշխատանքից վերադառնում էր տուն։ Մանիպուլյացիայի սատարման մասին լուրերը։ Հարձակարային մենակ գիտեմ, թե շահերին գիտեմ, մնացածին խնդրում եմ, հեսա դուք կարող եք իմ հետևում տեսնել։ Ապրիլի 22-ից համակարգի դեմ փողոցային պայքարին միանում են որոշ հոգևորականներ, թեև հետագայում զգուշավոր պարզաբանումներ են տրվում, որ հոգևորականները միացել են ցուցարարներին, որպեսզի բռնությունները կանխեն։
Դրանից հետո Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ բողոքի արշավին շատ հանկարծակի միանում են նաև Հայաստանի զինված ուժերի խաղաղապահ բրիգադից զինծառայողների մի մեծ խումբ։ Խիստ ուշագրավ է, որ հեղափոխությունից մեկ ամիս անց նույն այս Զորամասի հրամանատար Վաղինակ Սարգսյանը, որը փաստորեն օգնել էր տասնյակ զինծառայողների, ապօրինաբար դուրս գալ Զորամասի տարածքից եւ միանալ քաղաքական ցույցերին, բարձր պաշտոն ստացավ։ Փաշինյանի վարչապետության առաջին նշանակումներից մեկով գնահատվեց զինվորականի քաղաքական խիզախությունը։ Խաղաղապահ զորքի հրամանատար Վաղինակ Սարգսյանը հեղափոխության ուժով դարձավ ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի հրամանատար։ Նախագահը հանդիպումներ է սկսում խորհրդարանական ուժերի հետ քննարկելու Հայաստանում ստեղծված իրավիճակը։ Նաև հոգևոր առաջնորդն է մասնակցում Սերժ Սարգսյանի հետ քննարկումներին։ Երևան է գալիս Արցախի նախագահ Բակո Սահակյանը, հանդիպումներ է ունենում Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ապա առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ։ Հայաստանյան իրադարձություններին շարունակում են ակտիվ կերպով անդրադառնալ Թուրքիայի առաջատար լրատվականները։ Բարգավաճ Հայաստան կուսակցության առաջնորդն է իջնում հրապարակ, չնայած մինչ այդ ԲՀԿ-ական 12 падգամավորներ Սերժ Սարգսյանի վարչապետությանը կողմ էին քվեարկել։ Հրապարակ է իջնում նաև նախագահը, ցուցարարները նրան դիմավորում են «Մերժիր Սերժին» բացականչություններով, որոնց մերթ ընդ մերթ նախագահը ժպտալով է արձագանքում։ Հաջորդիվ պլանավորվում է Սերժ Սարգսյանի հետ հանդիպումը։ Դուք չեք գիտակցում պատասխանատվության աստիճանը։ Տապալված հանդիպումից 22 ժամ անց հրապարակվում է Սերժ Սարգսյանի հրաժարականի տեքստը, փողոցում ցույցերը չեն նահանջում, զանգվածային անկարգություններն ավելի ագրեսիվ են դառնում։ Ձերբակալվում են փողոցային շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանը, Սասուն Միքայելյանն ու Արարատ Միրզոյանը։ Բանակցությունների մոտիվացիայով իշխանությունը խաղի մեջ է ներքաշում Կարեն Կարապետյանին, այսպիսով պրոցեսն ավելի հետաքրքիր, ինտրիգային եւ բազմասուբյեկտ է դառնում։ Այդ քաղաքացիները ուզում են Նիկոլ Փաշինյանին, մեկ այլ քաղաքացիներ ուզում են մեկ այլ տեխնացուին, եւ ինչպես մենք վարվենք։ Դրա համար գոյություն ունեն ընտրություններ։ Օրակարգ է բերվում Փաշինյանին ու մյուս երկու падգամավորներին անձեռնմխելիությունից զրկելու հարցը։ Ձեր գործընկերներին ձերբակալել են, եթե կալանավորման որոշում լինի, դուք կողմ կքվեարկեք այդ որոշմանը։ Այո։ Բայց Կարեն Կարապետյանն անսպասելիորեն կանխում է կալանքի սցենարով հնարավոր զարգացումները ձերբակալության 24 ժամը չլրացած։ Ես այս պահին գնում եմ պարոն Փաշինյանի մոտ հանդիպման, որպեսզի բանակցենք եւ լուծում գտնենք։ Ապրիլի 23-ի առավոտյան Փաշինյանն ու մյուսներն ազատ են արձակվում այն բանից հետո, երբ փոխվարչապետ Կարեն Կարապետյանն այցելում է նրան։ Այսօր մենք որոշում ենք կայացել եւ ես դիմելու եմ գլխավոր դատախազին, որպեսզի միջնորդությունը ազգային ժողովի падգամավորների վերաբերյալ ազգային ժողովից հետ վերցվի։ Կրեմլը շտապում է հայտնել իր գոհունակությունը, որ Հայաստանում իրավիճակը չի ապակայունացել եւ ընդգծում է Ռուսաստանի Դաշնությունը միջամտելու պատճառ չունի դաշնակցի ներքին հարցերին։ Ի պատասխան լրագրողների ճշգրտող հարցին, թե հրաժարականից առաջ Հայաստանի վարչապետը խոսել է Դաշնության նախագահի հետ, Պեսկովը նշում է, տեղյակ չէ։ Արդյոք պաշտոնական Երևանը վերջին օրերին փորձել է կապ հաստատել Կրեմլի հետ երկրում ստեղծված իրադրության կապակցությամբ խորհրդակցություններ անցկացնելու նպատակով։ Կողս անգամ երբեք չի անցել եւ չի կարող անցնել ռազմավարական դաշնակցից խնդրել օգնություն իշխանությունը պահելու։ Դա ինձ համար շատ վիրավորական կլիներ։ Ասում են Սերժ Սարգսյանը դեպքերից 4 տարի անց իր համակիրների հետ փակ հանդիպումներին Ղարաբաղյան հիմնախնդրի շուրջ բանակցային գործընթացներից որոշակի բացահայտումներ է արել եւ անդրադարձել իր հրաժարականին նախորդած ու հաջորդած կրեմլյան շփումներին։ Հուսանք ժամանակը լույս կսփռի այս խորհրդավոր հեղափոխության դրվագներին, բայց մինչ այդ ուղղակի հիշել է պետք է նրբանկատորեն ֆիքսել դեպքերի հաջորդականությունը։ Փողոցում հրաժարականի խրախճանքը մարում է, երբ ցուցարարներին հայտնի է դառնում, թե Հայաստանի Հանրապետական կուսակցությունը պլան B ունի։ Հակված է վարչապետի ընտրության համար առաջադրել Կարեն Կարապետյանի տեխնացությունը։ Այդ պահից սկսած քաղաքական կաթսան սկսում է եռալ լրիվ նոր պրոցեսներով։ Ցուցարարները հրապարակում սկսում են Կարեն Կարապետյանին մերժելու գործընթացը, հեգնում են Ժիլետ Կարենին քայլականներին բնորոշ լեքսիկոնով։
Դաշնային հեռուստաընկերությունների լրատվական ծրագրերում եւ թոք-շոուներում այդ օրերին երևանյան ցույցերը թոփ թեմա են դառնում։ Արդեն վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը հանդիպման է հրավիրում Հայաստանում հավատարմագրված բոլոր դեսպաններին եւ երաշխավորում Հայաստանը կկատարի ստանձնած բոլոր պարտավորություններն ու հանձնառությունները։ Գործադուլ է հայտարարում Փաշինյանը, Հայաստանում ռուսական կապիտալն է միանում համակարգի դեմ պայքարին, այսպիսով շարժումը նոր թափ է հավաքում։ Զվարթնոց օդանավակայանը Հայփոստը գործադուլ են անում Երևան Սիթիից էլ միանում են երթին, կանգնում է մետրոն, դեպի Վրաստան տանող Երևան-Գյումրի երկաթգիծը։ Գնացքների կասեցման մասին հայտարարությամբ է հանդես գալիս տրանսպորտի եւ կապի նախարարությունը։ Վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը հեռախոսազրույց է ունենում Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ, սա ապրիլի 23-ին։ Մեդվեդևն աջակցություն է հայտնում բարեկամ հայ ժողովրդին։ Մոսկվա է մեկնում Հայաստանի արտգործնախարարը հաջորդ օրը ապրիլի 26-ին Հայաստանի վարչապետի պաշտոնակատարը հեռակապով Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ քննարկում է Հայաստանի ճգնաժամը կարգավորելու ուղիները։ Հայաստան են ժամանում Ռուսաստանի Դաշնության պետական դումայի падգամավորներ եւ այլ բարձրաստիճան գործիչներ։ Երկու օր միջխորհրդարանական հանդիպումներ են ունենում, այդ թվում գործադիրի անդամների հետ եւ ընդդիմադիր ելք դաշինքի հետ։ Զարգացումները սկսում են հուշել Հայաստանում քաղաքական նոր կոնֆիգուրացիայի ուրվագծերը։ Միջազգային մամուլը հետագայում շատ ավելի ուշ ակնարկում է, Փաշինյանն էական փոփոխություններ է խոստանում ցուցարարներին, բայց կա մի կարմիր գիծ, որը նա չի հատի, դա հայ ժողովրդի առանձնահատուկ հարաբերություններն են Ռուսաստանի Դաշնության հետ, չէ՞ որ Հայաստանն իր էներգետիկ ռեսուրսները, բանկերի ու ենթակառուցվածքների մի մասը ժամանակին տվել է Ռուսաստանի Դաշնությանը։ Ուրեմն Կրեմլը գիտի, ինչ իշխանություն ունի Հայաստանում։ Գրում է ամերիկյան Wall Street Journal-ը։ Պարոն Փաշինյան, ինչպես երեք, այնպես էլ այսօր։ Դուք ինչ չհամոզեցիք։ Ես չեմ տեսնում ձեզ գերագույն գլխավոր հրամանատարի դերում։ Այսօր որ Նիկոլ գնաց իշխանություն բանդի ով ալնի։ Մնամինագես, դες what's carry։ That's what's carry։ Աշոտյանից ինչ են դիմադիր այդ են աշ։ Լավ, փորձում էինք ամեն ինչ կապեինք Սերժ Սարգսյանի հետ, այդ մարդ ասեց, լավ, չեք ուզում այ մարդ, ես գնացի, ես էլ ձեզի, աթորնել ձեզի, սաղել ձեզի, բայց հանրապետականին 800,000 ձենա տվե ժողովուրդը։ Շնորհավորում եմ, պարոն Փաշինյան, ձեզ մոտ ստացվեց։ Վատ է, որ ես հիմա չեմ կարող դուրս գամ, ասեմ 100,000-ների հետ ես էլ եմ միանում համաժողովրդական շարժման կողքնեմ, կեցային Հայաստանը, որ գալիս է, վատ է։ Քաղաքական առումով, անձնական առումով շատ վատ է։ Բայց կործանարար եմ համարում այն մոտեցումը, երբ որ առկա աշխարհաքաղաքական պայմանների պարագայում մեզ ստիպում են կատարել մի ընտրություն, որը ինձ համար անձամբ այս ամենը գրվում է, դատելու են տարիներ հետո արգելի գործընկերներ։ Իմ համար անձամբ Հայաստանի ավարտի սկիզբն է։ Մենք հայրենիք զիջելու իրավունք չունենք։ Ես կարծում եմ, որ մեր գործընկեր Նիկոլ Փաշինյանը դեռևս պատրաստ չի պետական ղեկը ստանձնելու համար։ Ինչ անեք մեղքը ձեր վիզա մնալու։ Քվեարկության է դրվում Նիկոլ Փաշինյանին Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում ընտրելու մասին հարցը։ Քվեարկություն։ Կողմ 45 դեմ 56 որոշումը չի ընդունվել։ Մենք ձեզ հետ միասին պետք է հանդիպենք 7 օր հետո։ Իրոք։ Ժողովուրդ ջան, խնդրում եմ հանրապետության հրապարակում սպասել։ Ես շատ շուտով կգամ այդտեղ։ Մայիսի 1-ին Հայաստանի Հանրապետական կուսակցությունը տապալում է վարչապետի ընտրությունը։ Փողոցում ցուցարարները սկսում են ավելի կոշտ ճնշումներ կիրառել։ Փաշինյանն անցնում է շանտաժի մեթոդին։ Ցուցարարները բեմադրում են Սերժ Սարգսյանի ու մյուս հանրապետականների թաղումը, հրապարակում են Հայաստանի Հանրապետական կուսակցության падգամավորների ու ցուցարարների հեռախոսահամարներն ու հասցեները տները շրջափակելու համար։
Հայաստանի Հանրապետական կուսակցությունը տապալած ընտրություններով մի կողմից ժամանակ է վերցնում նոր որոշումների կայացման համար, մյուս կողմից փաստորեն շանս է տալիս քաղաքական ուժերին մինչև մայիսի 8-ը առաջադրել մեկ այլ վարչապետի թեկնածու։ Մամուլը գրում է. քաղաքական շրջանակներն ինտենսիվ շփումներ են սկսել դրսի ուժերի հետ։ Ընդհուպ դրանցից մեկը ամենաազդեցիկ ուժերից մեկի առաջնորդը մեկնում է Մոսկվա, ամենայն հավանականությամբ վարչապետի այլընտրանքային թեկնածուի առաջադրման հարցերը քննարկելու նպատակով։ Բայց մոտենում է ժամանակը եւ սպասված երկրորդ թեկնածուի անունը այդպես էլ չի հնչում խորհրդարանում։ Փաշինյանը մնում է միակ թեկնածուն։ Կամ վարչապետ կընտրվեն, կամ էլ Հայաստանի Հանրապետությունում ընդհանրապես վարչապետ չի տրվի։ Բարգավաճ Հայաստան կուսակցությունը հայտարարում է Փաշինյանին իր սատարման մասին։ Կարևորը դուք պարոն Փաշինյանի կողքի եղեք։ Մենք էլ իրեն կողքին ենք, ամեն Հոիդան է միանում շարժմանը, չնայած օրեր առաջ լիովին դրական էր համարել Սերժ Սարգսյանի երրորդ պաշտոնավարումը եւ Հայաստանի Հանրապետական կուսակցության հետ աներկբակողմ էր քվեարկել Սարգսյանին վարչապետ դարձնելու ընտրությունը։ Ո՞նց է մեկի մտքով ասնի, որ մեր վարչապետը Նիկոլը չի։ Այս բարձր ամբիոնից, որպես Հայաստանի ժողովրդի կողմից առաջադրված վարչապետի թեկնածու, ուզում եմ սիրո եւ զորակցության ուղեր ցղել Արցախի հանրապետությանը եւ նրա հերոսական ժողովրդին։ Սիրելի արցախցիներ, համոզված եղեք, որ Հայաստանում տեղի ունեցած սիրո եւ համերաշխության հեղափոխությունը ոչ միայն որևէ վտանգ չի պարունակում, այլև նորանոր հնարավորություններ է բացում Արցախի ժողովրդի եւ Արցախի պետականության համար։ Սա համազգային եւ համաժողովրդական զարթոնքի բացառիկ ժամ է, եւ ինչպես 1988 թվականի համազգային շարժումը հանգեցրեց Արցախի դե ֆակտո ինքնորոշմանը, հայկական հեղափոխության արդյունքը ի վերջո լինելու է Արցախի ինքնորոշման իրավունքի դե յուրե միջազգային ճանաչումը։ Այսօր առավել քան երբևէ մենք մոտ ենք այդ նպատակի իրագործմանը, որովհետև մեր համախմբումն ու լավատեսությունը հիրավի զորավոր ուժ է։ Իսկ Հայաստանի քաղաքացին, հայ ժողովուրդը համախմբված է լավատես ու հզոր Հայաստանում, Սփյուռքում եւ Արցախում։